դուք ինչ կանեիք, եթե մի օր տեսնեիք ձեր գլխուղեղի սկանավորումը եւ պարզեիք, որ դուք ծնվել եք դաժան փսիխոպաթ եւ սերիական մարդասպան դառնալու համար։ Ճիշտ այսպիսի իրավիճակում հայտնված հայտնի նեյրոկենսաբան Ջեյմս Ֆելոնը տարիներ շարունակ նա իր լաբորատորիայում ուսումնասիրում էր ամենադաժան մանյակների գլխուղեղի սկանավորումները։ Քանզի հետազոտությունը լայնածավալ էր, այդ սեղանին դրված էին նաեւ իր ընտանիքի անդամների գլխուղեղի սկանավորումները։ Մի օր նա վերցնում է հերթական պատկերը եւ սառում։ Դա դասական փսիխոպաթի գլխուղեղի սկանավորում էր, որտեղ էմպաթիայի եւ բարության համար պատասխանատու բոլոր գոտիները մեռած էին։ Եվ երբ նա բացում է անվանական կոդը, որպեսզի պարզի թե ում նկարներ դա, պարզվում է, որ դա իր սեփական ուղեղն էր։ Այդպիսով Ֆելոնը սկսում է ուսումնասիրել իր ԴՆԹ-ն։ Պարզվում է, որ նա ունի ագրեսիայի համար պատասխանատու բոլոր գեները, իսկ իր տոհմածառում արդեն իսկ գտնվել էին 7 սերիական մարդասպաններ։ Ըստ գիտության բոլոր կանոնների, նման տվյալներով մարդը նույնպես պետք է փսիխոպաթ դարձած լիներ, բայց Ջեյմսը հաջողակ գիտնական էր, սիրող ամուսին եւ 3 երեխաների հրաշալի հայր։ Ինչպես էր այդպես ստացվել։ Երբ նրան հարցնում են, թե այդ դեպքում ինչու նա հանցագործ չդարձավ, նա շատ կարճ պատասխան է տալիս։ Նա ասում է, որ նրան մանկության մեջ մեծացրել են այնքան սիրո, հոգատարության եւ ջերմության մեջ, որ նրա վատ գեները պարզապես շանս չեն ունեցել արթնանալու։ Իր մոր տված հսկայական ջերմությունը բառացիորեն խաբել է բնությանը եւ վերածրագրավորել նրա ուղեղը։ Սա գիտական ամենամեծ ապացույցն է, որ մարդկային ջերմությունը հզոր է ցանկացած անատոմիայից։ Մենք չենք կարող փոխել մարդկանց ուղեղի կառուցվածքը, բայց մեր մի փոքր սիրով եւ ջերմությամբ կարող ենք փրկել ինչ-որ մեկին իրեն իսկ սպասվող դժոխքից։ Սա կոչ է հնարավորության դեպքում երբեք չխնայելու մեր ջերմությունը, որովհետեւ մենք երբեք չգիտենք, թե ինչպես ենք փրկում այս աշխարհը եւս մեկ սերիական մարդասպանի ի հայտ գալուց։ Իսկ ի մեջում մենք միասին կսովորենք դարձնել մեր հարաբերությունները ավելի ամուր։ Մյուս 17-ը միգուցե ձեզ նույնպես հետաքրքրեն։